Բարեկամներ ողջույն, բարի 2026 թվական, ուսամ լավ եք, ամեն ինչ կարգին է, տարին մեկնարկել է, ով աստված է, ֆանտաստիկ, դա արդեն նշան է, որ 26-ին, ոնց ասեմ, թուլանալու ուղղակի իրավունք չունենք, բուռն պատմական 26 թիվը մխրճվեց մեր կյանք, օլալա, սա լավ առիթ է միասին զրուցելու, քննարկելու եւ հասկանալու ինչ է սպասվում, հա? Ես հիմա հարմար տեղ կգտնեմ, կնստեմ ու կպատմեմ, թե որտեղ եմ, ինչու եմ այստեղ չպիտի լինեի ընդհանրապես, ինչ պատահեց հանկարծ եւ այլն, հա? Հուսամ դուք եք լավ, առիթից օգտվելով շնորհավոր եմ ձեզ ամանորի սուրբ ծննդի կապակցությամբ, մաղթելով ամենալավը, ընկերներ, մեր ժողովուրդը ամենալավին է արժան, որովհետև շատ է տառապել, հաճախիր խելքից, բայց կարծում եմ եկել է ժամանակը քիչ թե շատ արդար, ինչ եմ ասում քիչ թե շատ, որովհետև արդարությունը շատ հարաբերական հասկացողություն է, քիչ թե շատ արդար կյանքով ապրելու եւ արարելու սեփական հայրենիքում, գոնե մի մասում։ Այսպես հիմա ես երևի այստեղ կնստեմ ծովի մոտ, հա, եւ միասին մի քիչ կզրուցենք, եթե դեմ չեք։ Ահա։ Օլալա։ Okay, guys։ Հիմա ժողովուրդ, բացատրեմ ինչ է կատարվում, ինչ եմ անում ես ընդհանրապես այստեղ, որ այստեղ չպիտի լինեի։ Ահա։ Բացարձակ ես այստեղ գործ չունեի անելու։ Ինչպես գիտեք, արդեն որերորդ տարին է, նոր տարին դիմավորում ենք Իտալիայում եւ անցյալ տարի ֆանտաստիկ experience ունեցանք, ֆանտաստիկ։ Հռոմում էինք, եղանակը կատարյալ, որ կոստյումով անգամ շոկ էր էլի այդ վիճակն է, մի սառուչկա եղանակ, ովքեր հետևում են գործունեությանս կփաստեն, որ տենց էր։ Այս տարի որոշեցինք իտալական մեկ այլ քաղաքում դիմավորել նոր տարին, Բարի քաղաքում, անգամ տենց կարգախոս էինք արել 2026-ը որ լինի Բարի, արի գնանք մենք Բարի։ Բարի քաղաք շատ լավ, Պուլիա շրջանն է Իտալիայի, շատ հաճելի վիճակ էր։ Մնացինք, եղանակը վատ չէր, ծով, Պուլիան ընդհանրապես ինքը պատմական շատ գեղեցիկ խորհուրդ ունի, ճարտարապետություն, շատ գողիկ։ Ես շատ Սանտա Բարբարա քաղաքին եմ նմանացնում, Կալիֆոռնիայի։ Զբոսեցինք ընտի ռեստորանները, տենց այդ իրանց ծովամթերքի պաստան, որ ֆանտաստիկ էր, ուղղակի Նեապոլում անգամ պիցաները, թեպետ ինձ Նեապոլի ժողովուրդը ների, բայց պիցաներն բավականին համեղ էին, մի խոսքով։ Լավ ժամանակ անցկացրեցինք 31-ի օրը, նոր տարին դիմավորեցինք, մինել ըհն, անձրև նեկավ։ Ջերմաստիճանը կտրուկ նվազեց, մենք այն լավ կուրկատարել ենք, լավ կուրկայել, ձմեռային է, որ փետրվարին ենք հաղթում Երևանում, այն հունվար փետրվարի։ Չէ, հասկացանք, որ սառում ենք, արդյունքը տեսնում եք, մի փոքր մրցակցություն ունեմ, սառում ենք, վիճակ չկա։ Okay, ինչ անենք, հյուրանոցները վեկայել ենք, մինչև ամսի 6-ը, բայց լավ, արի ամսի 1-ին գնանք։ Փոխում ենք ամեն ինչ, ասում ենք գնանք Հռոմ, նայում ենք եղանակը բավականին լավ է Հռոմում, սիրուն է, տաք է, ամեն ինչ կարգին։ Okay։ Գնում ենք տոմսերը, գնում ենք Հռոմ, հյուրանոց, Հռոմ, ֆանտաստիկ։ Ամսի 1-ը զբոսնում ենք, ման են գալիս 2-ը, մինել ըհն, հյուսիսից էր, հարավից էր, գետնի տակից էր, ցիկլոն, անձրևներ, սելավ հեղեղ։ Անգամ հենց մնացինք մենք անձրևի տակ այդ պահին, մինչև անձրևանոց գնելը եւ այլն։ Գնացինք անձրևանոց, բայց անձրևանոցի բան չէր, որ ոտ ու կոշիկ բան ամբողջությամբ ջրի մեջ, okay, լավ, հյուրանոցի բան, բայց եկել ենք Հռոմ հյուրանոցից դուրս չգանք, գրողը տանենք։ Ինչ անենք, նայում ենք, եղանակ չկա, առաջիկա օրերը ցիկլոն է եկել է,
Apple, Google Play, Weather Europe, սա ասում են անձրև է գալու, ոչ մի լավ բան չի։ Ես որ սառեցի հիվանդացա անձրևի տակ, կրոջես չեմ ասում, Park ու պատիվ Expedia Gold member եմ էլի, արագի մեջ տոմսերը փոխում եմ, մի հատ տակ տեղ, որտեղ է նայում ենք, բան, Վալետա, Մալտա, տոմսերը չենք հարմարացնում ոչ մի ձև, զանգում եմ այդ օպերատորին, ասում եմ, Վալետա ենք ուզում գնանք, միակ մոտիկ տեղը, որ կա լավ եղանակ, Վալետան է, չէ, ձև չկա, ունես, մի խոսք։ Նայում ենք ամենահարմար տարբերակը Եգիպտոսն է։ Մոտիկ չէ, Հայաստանից հեռու է, գիտեք, Հռոմից, բանը, Եգիպտոսից Երևան, ինչքան է, 3 ժամ չկա, 2 ժամ 45 րոպե, Հռոմից Շարմ el-Շեյխ թռել ենք համարյա 4 ժամ։ Ասեմ բավականին տարբերություն տալիս է, բայց մենք ձմեռային շորերով ենք, շոր չունենք։ Գիշեր ժամը 2-ին թռնում ենք, ժամը 7-ն է երեկոյան, տոմս եմ ասում 2-3 ժամից պետք է գնանք օդանավակայան։ Կնոջս եմ ասում հավաքվի, գնում ենք տեղ։ Էլի սկսեցիր, էլի դու դժվար։ Ասում հա գնում ենք Եգիպտոս, ես շոր չունեմ, բա կուպալնիկը։ Գնում ենք մոլ, այնե բանա։ Նոր տարի է, կեսը փակա, բան մի հատ ջարդուփշուր H&M են գտնում, հենց այդ բանի Տրոյանի կալոնի կողմերը, իրանք էլ արդեն փակվում են, ժամը 9-ն է, փակվում են, գոռում են բանը, սենյորաս խանութը փակվում է, դուրս եկեք, բան։ Դուրս եկել է ո՞րն է։ Ու մոտենում ենք, ասենք ամառային լողազգեստն է, ասեն սրանք գիժ են։ Եկել են, ինչ ամառային լողազգեստ -5-ա դուրսը։ Մի խոսքով, մի հատ ջարդուփշուր պիժամո ենք գնում։ Ուսամ գնահատում եք look, ահա, PG-ա։ Պիժամո ենք գտնում, մի հատ մայկա, մի հատ էլ կինոսա գտնում ընդ իրա կուտջուրե մուտջուրե, դե իրանք ավելի հեշտ է իրանց համար։ Վերջը գնացինք aeroporto, mi amor, եկանք aeroport։ Հետաձգում են թռիչքը։ Մի 2 ժամ հետաձգեցին, եկանք, սիրուն աղջիկ եկուր հոս, քեզ կտանեմ Եգիպտոս։ Արե, գեղեցիկ, տակ, սիրուն, ծփում է կարմիրը, ծփում է ծովալիքների մեջ։ Մենք միշտ Եգիպտոս որ գալիս ենք, գովաս չեմ անի այդ property-ին, որ չասենք փող տվեք, գովազդատույա, էսա էնա, չեմ ասի որտեղ ենք ունում, բայց մի տեղ ենք միշտ մնացել։ Ֆանտաստիկ, միշտ դել։ Sold out էին, դե նոր տարի հասկանալի չկար, մի հատ վերցրեցինք ըստ կոմենտների վատ տեղ չի, մի հատ տես տեղ, որտեղ սովորաբար Երևանից տուր պակետներով են գալիս, ոչ ոք բուկ չի անում հյուրանոցով, օպերատորի հետ խոսում ես, ամենը կազմակերպում են, բայց այս պարագայում ոնց որ Սամսիբե ռեժիսոր վիճակներ ինքնուրույն էինք ամենը կազմակերպում, օքեյ։ Եկանք հյուրանոց սիրուն տունը, բան չունեմ ասելու, ուտելիքը, որ ասում է, սաղս նույնն ենք էլի, կա, սոված չենք, ծառակ չենք։ Արա մեկ է գիշերը, ժողովուրդ, մի դրոնային հարձակում, ընենց վիճակ, որ ինձ թված կարծես, վանա, այդ անօթաչու թռչող սարքեր են հարձակում։ Բայց ոչ, պարզվում է դրանք մոծակներ են, մոծակներ, այնպիսի մոծակներ, որ են Մայիսեի պատումների մեջ, են Մովսեսի պատումները որ կան, այդ Մովսեսյան պատումների մեջ Եգիպտոսում չեն տեսել, գզել են բառացիորեն, չեմ սափրում, որ չերևա, ձեռու ոտ, մի խոսքով, խայտարակ վիճակ։ Վառում եմ դուրս արա, ես որտեղից են գալիս ես մոծակները, խայտարակ վիճակ։ Զանգում եմ մենեջմենտ, ասում եմ Ժորժ ջան, ես ձեր մոծակներն եկեք տիրություն արեք, ես ինչ ասեք կատարում ես նեգոսիան տիվ կա, Սահարյան ինչ-որ տենտ կա, եկնենք սվարակվենք։ Արա, տեսանյութով ցույց եմ տալի, ինչ վիճակ է, էլի պատերով, բաներով, սաղ մոծակ ա տունը, ասեմ կարող է այս Սուրբ Ծննդյանորով բանն է, Քրիստոսի երկրորդ այցելությունն է, ելնենք խայտարակ։ Մի խոսքով։
Եկան վայ սենյոր, sorry, այն բան զանգում եմ Expedia այդ membership-ը, բողոքում եմ արդարացիորեն, որովհետև մոծակների հետ ոչ ան կատականել չի կարելի։ Դա շատ վտանգավոր երևույթ է, որովհետև գործ ունի անմիջապես արյան հետ։ Իսկ ինչը արյան հետ է, կատականել չի կարելի։ Վերջը, մեզ պահանջում են, որ տեղափոխեն։ Ու քանի որ էլի ասում եմ, երբ որ ունես քարտ, որը արդարացված է ժամանակով, ես տեղափոխում են, ինչը եւ եղավ։ Ահա, ինչը եւ եղավ։ Տեղափոխեցին։ Տեղավորվել ենք, ամեն ինչ կարգին է ու վաղը գնում ենք ետ Երևան, հարգելի բարեկամներ, գնում ենք Երևան, գնում ենք աշխատանքի ֆուլ դրույքով անցնելու եթեր, հեռուստատեսություն, good morning sir։ Բայց տեսնում ինչա կատարում Երևանում ու չեմ կարող նաև դրա մասին չխոսել։ Էլի գլուխներ եք հաշվում։ Քանի գլուխ ստե գնաց, քանի գլուխ ընդ է գնաց, դրոնով 600 գլուխ էր հողի վրա 960.5։ Առաջի հոգնա գլուխ հաշվելով։ Ոյ։ Չես մեկնաբանում, ինչ է կատարում, ինչ մեկնաբանեմ։ Նախ ես հրապարակավ իմ դիրքորոշումը կրոնի մասին ասել եմ, ինչ ընկնեմ մեջտեղ են, կան սոված ծառավ, այսօր դաշնակ եմ, վաղը հնչակ եմ, մի օր հանրապետական եմ, մի օր ԽՊ եմ, մի օր օգնականն եմ, մի օր խորհրդականն եմ, շորջը, մարդը քիչ դիրքորոշում պիտի ունենա, եթե քաղաքական գործառույթներ լինեին, որոշակի կմեկնաբանեի, կրոնական ինչ մեկնաբանեմ, մարդը մեկը ասում է, ուրախ չեք, որ ձեր բանը որցա, որցա ձեր տուն տար, ինչ մեկնաբանեմ ես անբարոյականությունը, ամաչում եմ, նախ ես գիտեմ, որ կրոնը ինքնին անբարո բան է, որովհետև աշխարհի բոլոր Սվիտայե ինկվիզիցիա, դու պատկերացնում ես, այդ ինչ բան է, ամենաանբարո, ամենամանկապիղծ, գիտությանը խոչընդոտող, արվեստին, այդ ինչքան մարդու գլուխ կերան դրանք, այդ սաղ ես Աստծո անունի տակ, օքեյ, Աստծո գաղափարը մաքրամաքուր, գեղեցիկ թո լինի, դա շատ աստվածավախ լինելը լավ բան է, դա ասում եմ մեր որոշ քաղաքական դեպուտատներին, բայց Աստծո անունով հանդես գալ չարը գործել, եթե դեռ հավատանք ես աստվածային, սատանա, բան, այս գաղափարների եթե հավատանք այս տեսանկյունից դիտարկենք, ամենամեծ սատանան դրանք են, ովքեր Աստծո անունով են հանդես գալիս, որովհետև դա պաշտպանիչ շերտ է ստեղծում, չէ՞, պաշտպանիչ շերտ, որ Աստվածի անունից է հանդես գալի, այն Հռոմից էին քիչ առաջ խոսում, Սվիտայե Ռիմսկա իմպերիան, որ կար, սուրբ հռոմեական կայսրությունը, այդ Հռոմի պապը նանարների ծոցից դուրս էր գալի, Գալիլեո Գալիլեյ, տո Ջորդանո Բրունո, տո ում ասես, Կապերնիկ, Մապերնիկ, ում գիտեք խելոք վարդ, վառում էին հրապարակում, կամ ասում էին խենթ, հիմա Գալիլեին չեն վառը, բայց ստիպված հրապարակային ասես, պիտի ասես, որ դու գիժ ես, մարդը Իզայի աշտարակ էր բարձրանում ձգողականության ուժ, բան ընդ ինչ-որ ֆիզիկական բաներ էր փորձում բացահայտել, այդ նանարաստանից դուրս եկած, այդ կեղտի կտոր, պիոս, այդ արայ դրանք այդ ինչ արին ես հոգևորականներ, ասես պիտի խոստովանես, որ գիժ ես խեղճ մարդ է, Գալիլեո Գալիլեյ, դուրս եկավ ասում, հա, բան փակման տարան գժանոց դրան, լավ է տես պրծավ, այդքան խերկուներ, որ չասեց, ոչ, նա պտտվում է, երկրագուն է, բանն ասեց Ջորդանո Բրունո, պես տանեն վառ։ Արա դրանք չեն, Աստծո անով ամբողջ է հավաքվում է, ծափ է տալի, որտեղ եթե դու ասում ես մի բան Աստված, դիմացինը անզոր է դառնում, Աստծո անունով, շահավոր բան է, ահավոր։ Դրա համար չեմ մեկնաբանում ինչա կատարվում, ինչ ուզում է թող անեն,
Ինչքան շուտ անեին, այդքան լավ։ 1700 տարի ծածկադմփոց մի հոգի է հայտնվում, որ խոսում է։ Ճիշտ է, սուտ է, այդ ինչ չի վերաբերում։ Ես բացարձակ։ Հեսա պես կարծում եմ, որ ժամանակին եթե ռեֆորմներ լիներ, այդքան ոնց էր մարդը մեկը ասում, ворց տղեկ, դե ворց տղեկ լինեն ժամանակին, բարեփոխում անեն, հա թո երեխեք ունենան։ Մեր ազգը շատանալ է պետք։ Ես միշտ ասել եմ դա։ Ես դեմ չեմ, բայց երբ որ երթվում են ու ունենում են տակից, արդեն։ Բայց քանի որ եմ ասում, դա ամբարո բան է ինքնին, ոտքից գլուխ։ Դրա համար որևէ նոր բացահայտում ինձ համար չկա։ Նախ սիգնալաշենում, եթե ձեզ հայտնի ուժերը անմեղ են, ձեզ հայտնի ուժերը քաղաքական ակտիվ գործունեություն են ծավալում, ձեզ հայտնի ուժերը ներկայացված են խորհրդարանում, ավականիներում եւ իշխանության լծակներ ունեն, հա թո էդ էլ երեխա ունենան։ Ինչն է դրանում խնդրեմը։ Ամբարո, թո ապրեն, այն մի բարոյական եք դարձել ընկերներս ազիզորով, շատ բարոյական եք, սատիս բաներ եք խոսում, սատիս բաներ, վաղ 5-րդ դարում Մովսես Խորենացուս լավ ворց տղա եք, էլի մարդա մեկը դարել է դասական կլասիկ ցավը տանեմ յոսկո։ Մովսեսը 5-րդ դարը 1000 որ թիվներ 1600 տարի անցը 1600 տարի առաջ գրել է ողբում եմ քեզ հայ ազգ վերացավ թակավորդ ու քահանատ նանարի ծոցից թակավորդ ես իմ որտեղից էս չի դուք այդ ինչ եք արել ինձնից սկսած ձեզով պրծած որ մենք հանկարծ ավելի բարոյական երկրում ապրենք այսքան էլ ճիշտ ապրես ազիզ ագալավ ապրես կռամ ես ձեր ներկան ինչ եք դուք արել ինչ ենք մենք արել որ ավելի բարոյական կյանքով պիտի ապրենք ավելի գիտության գիտահենք ենք դարձել, ավելի մտավորականություն, այդ մտավորականներն են քանդես երկրի այդ կեղտ մտավորականները, այդ որ ստից դրոշները ուսերին, ծոցերի արանքից հանեն ինչ որ գերբ, այդ չեն ձեր մտավորականները, երկումա, լացումա բան, բա որ թալանում էիք, խի չէիք լացում, այդ որ գնում էիր դաչեն ծփում էր Սևանը երկում էիր, բա մի հատ լաց էր, ասեիր որ դուց կես աղա աղվես այս ամեն ինչը, սա մի հատ թնդանոթն է, որ պիտի տարակի Էտ եք, ոտքից գլուխ էտ եք եղել, սաղ կյանքներդ էտ եք եղել, Մովսես Խորենացին ա գրել ու ոչ մի բան չեն կարել, որ դա փոխվի, բարոյական է դարել, ռադարեք սա, օքեյ, կարևորը հեսա, նոր տարին սկսում է, սուրբ ծնունդը երեկ էր, մնացածը լավ է, նա աշխատում եմ երկրորդ հատորի վրա, հայի ամերիկյան օրագրի, Ես զարմացա, ես ապշահար եղա, հարգելի եղբայրներ և քույրեր, ազնիվ, կարգին մարդիկ, ինչի ասում է, ձեր վիդեոները քիչ մարդ է նայում, 10,000, 15,000, ոչ ավել, արա դու կարգին 15,000 մարդ է մնացել, 15,000 մարդ, մտեք տեսեք, 100,000-ների այդ վյուների բովանդակում, ինչից են խոսում, ինչ է կարծում, պարոն բզնունի, մեր երկիրը որ բզնունին մի հատ դիրիժոր աչ ստացված, մի հատ փայտիկ ուներ, էդ էլա կորցրե, հիմա դարել են բաներ, վելուցում են, արա արի Հայաստան, դարի հարկատու, արի էստեղ դաստու, արի էստեղ գիտությամբ զբաղվի, արի էստեղ բիզնես դիր ծավարել ենք, գիտե, ես լոսում սենս չէի, որովհետև թեկուզ Յուտայում որ ապրում էի, էլի սենս չէի, որովհետև ես իմ անձնագիրը պատրել էի, ես Հայաստանի հետ կապ չունեմ, ապրում էի ընդ է, սովորում էի, ապրում էի, տուն, տեղ, բիզնեսներ, փառք ու պատիվ, յալլա, ընտիրա, հետո տեղի ունեցան դեպքեր, շատ լուրջ, պետական, հասկացա, որ երկիրը, որը որ ասում են սովորածդ ներդիր Հայաստանում վաստակդ, չգիտեմ, տականքի վաստակ, ուրիշ ինչ վաստակներդ բերեք, բան, վաստակս վերցրեցի, եկել եմ Հայաստան, ղեկավարում եմ, կարծում եմ բավականին լավ կառույց, կրթական, գիտականը մի քիչ ամպագորգոր կլինի, կրթության հետ կապված, գիտեք, լոսին,
մեծ դպրոցը որ 19-20 թվից աշխատեց Հայաստանում մասնաճյուղ հեռուստատեսություն նոր Հայաստանի տնօրենն եմ Արմուզիկ ռադիոն մասնաճյուղ ենք բացել Հայաստան աշխատատեղեր ժողովուրդ թիմ մեդիա ընտիր բան տունտեղ եկա Երևան եկել եմ հոսեմ եկել եմ Երևան եկա Երևան իմ երկիր իմ տուն իմ տեղ գնում ենք ուր կգնանք չգիտեմ ես կարծում լավ ուղղությամբ պիտի գնանք համենայնդեպս ես իմ ողջ գիտակից կյանքը պայքարում եմ որ իմ երկիրը միակ իմ մի բուր չի մի ասա մի բուր բա ինչ ասեմ երկու բուր ահա բուրուկես դրեք ձեր բուրուկես երկիրը լավ ուղով գնա ես հավատում եմ դրան սարկազմ մարկաս մի կողմ գիտեք ես գժում եմ սարկազմի համար ես հավատում եմ որ երկիրը գնալու է լավ ուղղությամբ գնում է լավ ուղղությամբ պատերազմը հա պատերազմում մեղր կարախ չեն բաժանել արա դե հասկացանք լավ չի նա բայց հավատում եմ այս ագրավը որ կռում էր պատմություն նոր եմ եկել Հայաստան ավտոտնակից մեքենան եմ հանում մի քիչ խոտա ստականա չէ ցուրտ ժամանակ հոկտեմբերին եմ եկել դա ագրավա սիրուն նստած փփխցրած է իր բամբուլներ փետուրներ բան կարկառում ասենց իր համար նայում եմ ասում ինչ կատարյալ է էլի այս բնությունը ծառ ծաղիկ ագրավ առագիլ բախտի առագիլ արա մեկ է մի հատ ծոծ է կեղտոտ թորան ձերը բռնած է ուսած ծոծեր կան է ոչ թե ման են գալի քաշատալի թորանը ասֆալտով այս ագրավը կր արա այս ծոծս իր աչքերը ուղեց դեպի այս ագրավը եւ ասում է զարմար կեղտի կտոր այդ խեղճ ագրավը արա ասենց նայում եմ այս ծոծի նայում եմ իր երեք ասեմ տատնա մերնա տատ մերը ինչ պիտի լինի որ իր թորը ինչ լինի արա այս ագրավի ձենը էտա կարող է ուզում է իր ասել բարև մորքուր չասեց այս խեղճ հայվանը այս ձենը ունի ու շունը հաչումա կովը բառաչը եզ դուք չեք ամաչում այ մի խոսքով ընկերներ երևի այսքանը աստիճանաբար գնում ենք օդանավակայան գնանք պատրաստենք եթերի ու հավատանք որ պիտի լավ լինի աշխատենք արարենք ուրիշ բան փրկենք հայրենիք պետք չի փրկել ոչ մեկին պետք չի փրկել պետք է աշխատել միայն աշխատել բոլոր իր դրսևորումներով կրթության վրա աշխատել մասնագիտության մեջ աշխատել օֆիսում աշխատել ոչ մի ուրիշ բանով ոչ մեկին չես փրկի ուզում ես փրկես հայրենիքը եղի բարեկեցիկ всё Էտա հայրենիքում եղի բարեկեցիկ, հա, որտեղ բարեկեցիկան դուրսը ուզում ես փրկել հայրենիքը, եղի բարեկեցիկ, ձգտի բարեկեցության։ Եթե Հայաստանում մարդիկ լինեն բարեկեցիկ, կպնի գործին, տունը սարքի, երեխեքին նորմալ կրթություն տա, այդ հոսքերի մեջ չընկնի, նորմալ կապրեն։ Մենոնք մեկ ծանոթ բարեկամներ բանավիճում ենք այս թեմաշուտ, դե որ չունեն որ դու ստան կրթության, չասես տես բան, 20 տարի առաջ քո հետ համաձայն կլինե, ես զարմարա ձեռները տա, բա ինչի համար է, մի երկու հատ անգլերեն բառ սովորեք, մի երկու հատ ֆրանսերեն ժպեղել է ֆրանսե, մի բան խլասեք, մի բան սովորեք, մի հատ բան TikTok եք նայում, ენი թորան հետ գնաց եսի մուր, ენი բան վայ թաղեմ Գարբաչովին, այդ չի ձեր մակարդակը։ Ձեր ասելով, ովքեր նայում են այդ մակարդակի մեջի բաներ։ Այստեղ մարդիկ լեզու համալսարան են ավարտում, օնլայն կուրսեր են ավարտում, մի բան մոնտաժնիկ դու մոնտաժնիկ մեռանք էդիտոր մանգալով Adobe Sound լավ Adobe Audition մոդելի ինժեներ ենք մանգալի։ Բոլորը գալիս են, ով որ գիտի գործ ունի, աշխատում է, բան չունեմ ասելու, բայց 4-րդ կուրս եկել է։ Մենք 4-րդ կուրսի ուսա լավ է սարը, աղա աղվես 4-րդ կուրս ես ասե։ Մեր համալսարանը չունի,
մի հատ բանի, հետի չէ, կոմպյուտերային լաբորատորիա չունի, մենք համակարգիչ չենք տեսել։ Այդ մենք չէինք տեսել համակարգիչ մեր դպրոցական դա 3 հատ պենզիում 2-էր 6 հատ մետաղական դռնով փակել էին, որ խող ավազակ ազգը չգողնա տանի։ Մի հատ հրացանով Ժենիկ տատը, մեր դպրոցի Ժենիկ տատը, նենց մի հատ մահակուներ ինքը Տիբեթում էր սովորել։ Տիբեթից վերել էր հետը մահակ, այդ ավելի կոթը կդրել էր Ժենիկ տատս, չուլկին փաթնել էր վրանց ժամ, հետարքիր կոնստրուկցիա էր, տարբեր նպատակների համար, սենց որ մի հատ չէր ֆրսնում, չրա, այսից էր լույսերի մեջ մնաց Ժենիկ տատի։ Մեր դպրոցը ընդհանրապես կյանքի դպրոց էր, ֆանտաստիկ դպրոց էր դա, իր բոլոր դրսևորումներով, որ ասում են, դպրոցը մենակ կրթություն չի, դա սոցիումը, այլանդակների հավաքածու էր, այլանդակների, վրա, մարդ իշքան պիտի ավանակ լինի, ավանակ, էքսպերիմենտալ դասարան բացեցին մեր դպրոցում, կրթությունից էին փրկողներ երկի, դու քանդիկ մեր կրթությունը, մարդա մեկը կա մի հատ, շուշա, ասում է, բանը, ժեխ է մեր հասարակությունը, մի հատ նեկա սենց, էլի, ինքան բանա դրե բերանը, պուտրի պամադը, կնիկ, ժեխ է մեր ազգը, մեր բանը, ժողովուրդը գնում է, ընտրում է ժեխերով, արա դուք եք ես ազգին մեծացրել, դուք եք ես ազգին կրթել, ձեր օրոք 30 տարի ես ազգը կրթվել ու դպրոցու դիպլոմա առել, բա ձեր օրոք ձեր համար կրթվելը, որ նորաձևա, ձեզնից պրծնելը Հավիտյանս Հավիտենից, դա է ազատագրումը, ում վրա եք մունատ գալի, նախարարը դուք էիք, մուրճը ձերն էր, մեխը ձերն էր, նալը ձերն էր, տուշոնկեն էր կողը դրած, էդ չէիք դուք, ժեխը, դուք եք կրթել, բա ձեր օրոք եթե մինենց ակադեմիական ժողովուրդ լիներ, արա ասենք հրալնա, ինչ ժողովուրդ են մեծացրել ու կրթել, ինչ այլանդակ բան կա, մինչև հիմա, մինչև այսօր, մինչև էկուց, մինչև այսօր, ինչ կա ձեր ծնածն է, հանել եք, ծնել եք, կուրը չկրյաբա, հիմա, ես մեր այլանդակ դպրոցը, արա, բրնդեցին էքսպերիմենտալ դասարան բացեցին, կներեք ես մի քիչ վատառող չեմ, նվիրվում է կրթությանը, կարող հիմա, ես մեր դպրոցում էլիտար դասարան որոշեցին բացել, ոչ թե սկզբից, ավանակներ, ոչ թե 0 կամ առաջի դասարանից, որ երեխեքին են, լավ երեխեքին ջոգեին, սարքեին, ասենք, 15 հոկանոց, 20 հոկանոց, 20 երեխավոր դուտի գտնեին, 20 հոկանոց դասարան, որտեղ լավ սովորող երեխեք են, փորձեին, ասեին, մի հատ տեսնենք 10 տարի հետո ես, ինչ սորտ է սորտը, մի հատ ստուգեին, արա ավանակներ, 7-րդ, 6-րդ ենք, 6-րդը 7-րդ դասարանում, բոլոր դասարաններից, 7-րդ դասարանի, ասենք, 8 հատ էր, 9 հատ էր, 8 հատ էր, բոլոր գերազանցիկներին ու հարվածայիններին հանեցին, ասենք, 2 հատ գերազանցիկ էր, 4 հատ հարվածային էր, տենց հավաքեցին, մի 20-25 հոգի հավաքեցին, սարքեցին մի հատ առանձին դասարան, ավանակներ, ես էլ էի մեջ է դասարանի, ավանակներ, արա, դու հասկանում ես, էդ ինչ սոցիալական դիսբալանսը, ես հիմա որ սոցիոլոգիա բան կարդում եմ, հիմա եմ հասկանում, արա, էդ ինչ են արել դրանք, այսինքն են մնացած դասարաններում սաղ դեբիլները մնացին, դեբիլները, բառացիորեն, դեբիլ, կեղտոտ են, որ բանով, կարնիզով իրար սպանեցին զուգարանում, կարնիզը բուգներ կոխ է, այդ ենց միջավայրում ենք մեծացել, իսկ են դասարանում էլիտար կոչվածով,
Մնացին ամենախելոքները, ովքեր թույն ու թարախ են իրանց էությամբ, որովհետև մրցակցությունը ոչ թե 3 հաստացե թե 5-ին գումարած, այլ 5-ին գումարած հաստացե թե 5։ Այսինքն ընդեղ ահա որ մրցակցություն, անառողջ մտնոլորտ ընկերություն չկա հուշել մի հատ բան ասել, սենց իրար թևթիկունք լինել, ապավինել իրար գոտե պնդեմ ես ձեզ։ Այլ ընդեղ է դեպի լանգրագետ հանցագործ ռեցեդևիստները մնացին։ Всё, երկնքից ընկավ 3 խնձոր, 3 դատար գլուխներին, նյուտոններ չստացված։ Վերջ։ Ինչ բացատրեմ։ Ընդեղ սաղ մինչև հիմա սա հանցագործու բաների շան կեսը մեռավ, կեսը ավտոյտակ ընկավ, կեսը բերտում է։ Այս գերազանցիկ կոչվածներն էլ էգոիստ իրարից բան սաղս փախանք։ Մինչև կարծեմ չավարտեցին էլ։ Ես 9-րդ դասայից փախա, այդ հնարավոր չէ մնալ այդ դասան, այնտեղ ծանոթ բարեկամ, դասղեկի տղեն, այնտեղ ես իմիջ գեներալի բան, ավազակապետություն, գողապետություն։ Մարտի 8-ին դասղեկին ոսկի մատանի տվինք, շպրտեց ծնող կոմիտեի քիթ բերնին, փոքր էր ադամանդը, հիմա դրա մերձավորները դուսը երգիր են փրկում, դրա քերին գեներալ էր, ինչ էր, աստված իրա հետ, հիմա երգիր են փրկում, ազնվազ բարո են բոլորը, մեկնեկար դրա քուրը 9-րդում էր, հղիացա, անջատում չէ, բաներ կասեմ, խայտարակ կլինենք, սիրում եմ բոլորիդ,